Բարի լույս, առաջին ծրագիրը եթերում է ու մենք շատ ուրախ ենք, որ այս առավոտ կարող ենք ձեզ ողջունել։ Դե մենք ենք Սուրենը, Սոնան, Ադրինեն, լավ տրամադրությունը ու ժպիտները միանշանակ։ Բարի լույս, շացիելի հեռուստադիտողներ, այո, առաջին ծրագիրն է ATV ուղիղ եթերում, սիրով ողջունում ենք ձեզ եւ առաջարկում ենք առաջիկա 1.5 ժամն անցկացնել մեզ հետ միասին եւ ունենալ լավ առավոտ։ Այո, լավ առավոտը հաստատ մենք ապահովելու ենք, այնպես որ օրվա սկիզբը վստահեք մեզ, իսկ ընթացքն ու ավարտը արդեն ձեր ձեռքերում է։ Եվ որպեսզի այն լինի ել ավելի հետաքրքիր եւ գունեղ, մենք առաջարկում ենք, որ ամբողջ օրվա ընթացքում թող ձեզ հետ լինի միայն բրիզը, որը ձեզ տալու է երեկոյան արդեն շատ հաճելի տրամադրություն։ Բրիզը իհարկե ռոզե փրփրուն գինին է, որ ներկայացնում է Իջևանի գինու գործարանը։ Միանշանակ տոներին ու նախատոնական տրամադրությանը ամենահետաքրքիր գույնը կհաղորդի։ Մենք արդեն դեպի ամանոր ենք գնում եւ այսօր դեկտեմբերի 10-ն է, իսկ դեկտեմբերի 10-ը ամբողջ աշխարհում նշվում է որպես մարդու իրավունքների պաշտպանության օր։ 1948 թվականի դեկտեմբերի 10-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան ընդունեց մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը։ 50 թվականին գլխավոր ասամբլեայի առաջարկով տարբեր պետություններ եւ կազմակերպություններ, իսկ այսօր նաեւ ամբողջ աշխարհը դեկտեմբերի 10-ը նշում է որպես մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օր։ Եվ նաեւ ասենք, որ դեկտեմբերի 10-ը Խորեն Աբրահամյանի հիշատակի օրն է։ Խորեն Աբրահամյանը իրապես ժողովրդական արտիստ էր։ Իր ժողովրդի կողմից անսահման սիրո եւ հարգանքի արժանացած։ Նա խորհրդային թատրոնի եւ կինոյի ամենաճանաչված դերասաններից էր։ ՀԽՍՀ եւ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ։ Դպրոցական տարիներին ներգրաված է եղել բռնցքամարտի մայրաքաղաքային հավաքականի կազմում, ցանկացել է կամ ճարտարապետ, կամ գրականագետ դառնալ։ Թատերական ինստիտուտ գնացել է մոր ազդեցությամբ։ Սիրված դերասանը 5 տարի աշխատել է իբրև Սունդուկյանի անվան թատրոնի գլխավոր ռեժիսոր, 3 տարի Գյումրու պետական թատրոնի գլխավոր ռեժիսոր։ Ընկերներն ու գոլեգաները պատմում են, որ Խորեն Աբրահամյանը բեմում էգոցենտրիկ էր, նրա համար կար ինքը ու իր շուրջ կառուցված ներկայացումը։ Համլետի կերպարում ներկայացած հանճարեղ դերասան Սմակտունովսկին Խորեն Աբրահամյանի կրկնօրինակումը տեսնելուց հետո ասել է. «Իմ բախտը բերել է, որ ես եմ Համլետին մարմնավորել, որովհետև եթե Խորեն Աբրահամյանը մարմնավորեր, գուցե կերպարն ու ֆիլմը ավելի հետաքրքիր ստացվեին»։ Այսպիսին այսօրվա օրը հիշատակվում, իսկ մենք ուզում ենք ողջունել ու շնորհավորել բոլոր նրանց, ովքեր այսօր նշելու են իրենց ծննդյան տոնը։ Սա իրապես ձեզ համար տոն է, իսկ մենք փորձենք հենց տոնի սկիզբը ազդարարել նաև համեղություններով, ինչի հեղինակը մշտապես մեր շատ սիրելի Ադրինեն է։ Ադրինե, բարի լույս։ Բարի լույս սիրելիներս, բարի ողջույն մեր թանկագին հեռուստադիտողին սիրելիներս, միացեք մեզ, որպեսզի իմանաք օրվա բաղադրատոմսը, իսկ օրվա բաղադրատոմսը համահունչ է եւ եղանակին եւ իհարկե օրվա ռիթմին։ Ես այսօր պատրաստելու եմ շատ համեղ տաքուտեստ, որի համար մեզ անհրաժեշտ է լինելու հավի միս, թռչնամիս, ես ընտրել եմ ազդրի մասը եւ այն շատ եւ յուղայնություն կա իր մեջ եւ շատ նուրբ միս է համարվում, այնպես որ խորհուրդ եմ տալիս անպայման ընտրել հենց այս ձևը։ Այստեղ ունենք բրինձ, ունենք կարտոֆիլ եւ սոխ եւ լոլիկ։ Այս բոլորը ինչ որ չափով նախապատրաստական աշխատանքներ կատարել եմ, պատրաստի վիճակում են, ընթացիկ կանրադառնանք այս ամենին, իսկ դուք մնում եք մեզ հետ, որպեսզի իմանաք պատրաստման եղանակը։ Այն մի քանի մթերքներից է բաղկացած լինելու, բայց շատ համեղ, վիտամիններով հարուստ եւ շատ օգտակար։ Էնպես որ մնացեք մեզ հետ։ Հիմա խոսքս փոխանցեմ գործընկերներիս, հետո կշարունակենք։ Շնորհակալություն սիրելի Ադրինե, այո, այսօր խոհանոցում լինելու է շատ հետաքրքիր եւ շատ հագեցած, լինելու է հետաքրքիր եւ հագեցած նաեւ մեր ամբողջ թողարկումը, քանի որ ունենալու ենք հետաքրքիր էջեր, հետաքրքիր հյուրեր եւ այսպես հագեցածության պակաս չի լինի։ Իսկ առավոտյան բացի համեղ սնվելուց ինչն է նաեւ շատ կարեւոր, իհարկե մարզվելը, որտեղ մարզվել, իհարկե Ակվատեկում։ Ակվատեք համալիրը քաղաքի ամենաէներգետիկ, ամենաբազմակողմանի եւ սիրելի հանգստի վայրերից մեկն է։ Ակվատեկի ջրային գոտին ամենամեծ փակ ջրային գոտին է Հայաստանում։ Ֆիթնեսի եւ սպայի սիրահարների համար այստեղ գործում է բարձրակարգ ֆիթնես կենտրոն, ժամանակակից սարքավորումներով եւ պրոֆեսիոնալ մարզիչներով, խմբային 3 տասնյակ մարզումներով։ Ակվատեք համալիրում յուրաքանչյուրը կգտնի իրեն հետաքրքրող եւ օգտակար զբաղմունք, չէ՞։ Այո, իհարկե, եւ առաջարկում ենք այս պահին տեղափոխվել հենց Ակվատեք ու տեսնել, թե այսօր ինչ սպորտային մարզաձև է առանձնացված մեզ համար։
ողջույն սիրելի հեռուստադիտողներ, ես Նարա Մանուկյանն եմ Ակվատեկից, որպես յոգա եւ պիլատեսի մարզիչ։ Այսօր ես ձեզ կառաջարկեմ մի քանի յոգական վարժություններ, որը կարծում եմ բոլորին հասանելի կլինի։ Գնացինք։ Նստում ենք, կանգնում ենք ծնկներին, աջ ոտքը բերելով առաջ, ձեռքերը պահում ենք կոնքերին եւ փորձում ենք կոնքով գնալ դեպի առաջ, ուսերը տանելով հետ, շունչ, արտաշունչ, շունչ, արտաշունչ, 1, 2, 3, 4, շարունակում ենք վարժությունը, ավելացնելով ձեռքերը, 1, 2, 3, 4, 1, 2, պահում ենք դիրքի վրա, 4 հաշիվ, 3, 2, 1, փորձում ենք այս ձեռքով դանդաղ իջնել և մի փոքր ավելի արտակորվել դեպի ետ։ Պահեցինք, շատ լավ, գնում ենք դանդաղ, մի փոքր հետ, ձեռքերը պահելով ներքև, արտաշունչ, փորձում ենք ներսի ձեռքը թողնել, դրսի ձեռքով, ձգվում ենք վերև, 4 հաշիվ, փոխեցինք ձեռքը, ոտնաթաթը փորձում ենք բարձրացնել 1, 2, 3, 4, գնում ենք դեպի ծունկ և ձգվում ենք դեպի առաջ, պահելով ևս 4 վայրկյան։ Շարունակեցինք այս ամենը մյուս կողմ, մյուս ոտքը գալիս է առաջ, ձեռքերը կոնքերին, շնչառությունը ազատ, շունչ, արտաշունչ, չորս, 3, 4, ձեռքերով, 1, 2, 3, 4, 1, 2, պահեցինք 4 հաշիվ, կոնքը լավ հրելով առաջ, 4, 3, 2, 1, ձեռքը, հետևի ձեռքը իջեցնում ենք դեպի ծունկ, առջևի ձեռքով ձգվեցինք, բացվում ենք, դանդաղ, վերադառնում ենք հետ, ծունկը ուղղվեց, ձեռքերը ներքև, բարձրացրեցինք, մյուս ձեռքը պահելով 1, 2, 3, 4, մյուս ձեռքով 1, 2, 3, 4, գնացինք հետ և վերջի 4 ակնթարթը պահում ենք, խորը շունչ, արտաշունչ։ Այսօր այսքանը, կհանդիպենք կրկին։ Ահա, առավոտյան մարզման այսպես մոտիվացիայի չափաբաժինը ստացան, կարծում եմ մեր տեսանյութի հետ շատերը տանը միանգամից մարզվում են եւ այդպես առավոտյան մարզումով սկսել իհարկե շատ առողջարար է, շատ օգտակար է եւ պետք է հետևել մեր ֆիզիկական եւ հոգեկան առողջությանը։ Պետք է հետևել նաեւ հոգեվոր սնունդին եւ ոչ միայն հոգեվոր սնունդին։ Հիմա կտեղափոխվենք խոհանոց, որպեսզի մեր շատ սիրելի Ադրինեն տեսնենք թե որ փուլում է։ Ադրինե Շնորհակալություն սիրելիս, բարի ողջույն եւս մեկ անգամ մեր թանկագին հեռուստադիտողի սիրելիներս, պատրաստում ենք շատ համեղ ուտեստ, որի համար մեզ անհրաժեշտ է թռչնամիս, բրինձ, կարտոֆիլ եւ սոխ եւ իհարկե այստեղ ունենք նաեւ լոլիկ։ Ինչ ենք անելու այս պահին։ Եկեք թավան դնենք գազօջախին, յուղը տաքացնենք Եվ առաջին հերթին պատրաստենք կարտոֆիլը եւ սոխը։ Ամբողջությամբ կլցնեմ թավայի մեջ եւ այն կթողնենք իրեն համար հանգիստ տապակվի։ Այսպես, շատ մանր կտրատված կարտոֆիլ ունենք եւ սոխ։ Իհարկե անմիջապես հիմա կավելացնենք նաև համեմունքները, համեմունքներից մեզ պետք է բնականաբար դասական տարբերակը սև եւ կարմիր պղպեղներ։
Իհարկե իմ դասական փնջի մեջ նաև ես ներառում եմ քրքումը, չենք մոռանում քրքումի մասին, ինչու, որովհետև այն նպաստում է մեր մարսողությանը, լավ մարսողությանը։ Կերակուրը դարձնում է դյուրամարս եւ ընդհանրապես իմունային համակարգը շատ ամրապնդում է, այնպես որ հաճախակի փորձեք օգտագործել քրքում։ Այստեղ ավելացնեմ նաև խմելի սունելի։ Մի փոքր սխտորի փոշի կամ թարմ սխտոր եւ իհարկե աղ։ Խառնենք։ Այսպես թողնենք տապակվի։ Ինչ ենք անում այս պահին, սիրելիներս, ինչպես ասացի, ունենք թռչնամիս, ես ընտրել եմ ազդրամիսը, այսինքն այն փափուկ եւ նուրբ հատվածը, որը շատ տեղին կլինի այս ուտեստը պատրաստելու համար։ Եկեք մարինացնենք նաեւ այս միսը եւ սկսենք տապակել։ Այն պետք է տապակվի եւ անպայման պետք է, ուրեմն իհարկե դեռ շուտ է այս մասին խոսելը, հերթականությունը ասելը, բայց ես ամեն դեպքում կանդրադառնամ սրան։ Թռչնամիսը երբ տապակվի, մենք պետք է այն շարենք կաթսայի հատակին եւ վրան պետք է ավելացնենք այն բաղադրիչները, որոնք հիմա եփում ենք։ Ահա, եկեք մարինացնենք ազդրամիսը եւ իհարկե թողնենք մի փոքր հանգստանա։ Աղ, բնականաբար, առաջին հերթին աղ, նորից նույն համեմունքները կօգտագործենք եւ քրքումը եւ սև կարմիր պղպեղները։ Այսպես։ Խմելի սունելի։ Այստեղ ունենք միքս տարբերակ, հատուկ մսամթերքի համար նախատեսված, կօգտագործենք նաև սա։ Եվ էլի մի փոքր սխտորի փոշի։ Այսպես։ Բուսայուղ ավելացնեմ վրան։ Ահա, այսպես։ Եվ իհարկե փորձենք տրորել այն, որպեսզի լավ մարինացվի։ Իհարկե չենք մոռանում, որ այստեղ կարտոֆիլ ենք տապակում եւ պետք է երբեմն խառնել։ Այսպես տրորենք մեր թռչնամիսը եւ թողնենք մի կողմի վրա։ Այսպես լավ տրորենք, որպեսզի բոլոր համերը միանխառնվեն։ Ահա, այսպես։ Մեկը մյուսի վրա նաև տրորելով կարելի է այսպես լավ մերսել է պետք։ Ահա, սիրելիներս։ Վերջ, թողնենք մի կողմի վրա եւ անցնենք հաջորդ գործողությանը։ Չենք մոռանում, որ պատրաստում ենք ուրեմն տաք ուտեստ, որը բաղկացած է ուրեմն մսից, կարտոֆիլից, սոխից, ունենք բրինձ, հիմքը ասես թե հանդիսանալու է հենց բրինձը, այսինքն փլավի տարբերակ է, որը այսքան բաղադրիչներ է ներառում իր մեջ։ Հիմա պետք է լոլիկը կեղևազրկենք, ահա մեկը հասցրել եմ կեղևազրկեմ, հաջորդը եւս կեղևազրկենք եւ իհարկե մանր կտրատենք ու ավելացնենք մեր կարտոֆիլի վրա։ Այսպես բարակ շերտով կեղևը հանենք։ Եկեք մանր կտրատենք։
Կարող եք սիրելիներս դուք օգտագործել պահածոացված տարբերակը, վստահ եմ արդեն բոլորդ ամռան շրջանում հասցրել եք պահածոացնեք լոլիկները, այնպես որ ժամանակն է արդեն բացելու այդ տարաները, այնպես որ կարող եք, իսկ եթե ոչ կարող եք գնել Իջևանի գինու եւ պահածոների գործարանի պահածոացված լոլիկը սեփական հյութի մեջ, որը շատ համեղ է, անմահական է, կարող եք գնեք եւ օգտվեք։ Մեր գործընկերը այդ հնարավորությունը տալիս է սպառողին, որպեսզի այսպես համեղ կարողանաք ձեր խոհանոցում օգտվել բոլոր մթերքներից։ Այսպես, հաջորդը եւս մանրացնենք։ Ահա։ Չմոռանանք կարտոֆիլի մասին, Ժողովուրդ ջան, չայրվի։ Սիրելի Ադրինե, Ողջույն Սոնա ջան, մեծ ողջույն։ բույրեր ես տարածել խոհանոցում, ես չէի կարող չգալ, ինչով օգնեմ քեզ։ Համարյա թե գործ չունենք, մեծ մասը արված է, քեզ ողջունում եմ, երեք մեզ հետ չէիր, Այո, շատ սուսուփուս էր մեզ մոտ ամեն ինչ։ Իսկապես։ Այո, այդպես է լինում, դե որ խմբից մեկը, թիմից մեկը չի լինում, շատ սուսուփուս է անցնում ամեն ինչ։ Ուրախ ենք, որ այսօր մեզ հետ ես եւ այսօր միասին վայելելու ենք այս համեղ ճաշիկը։ Այո, ես դրա համար եմ եկել այս առավոտ։ Շատ ճիշտ ես արել։ Այ այսպես, սա էլ ավելացնենք, սիրելի հեռուստադիտողներ, արդեն մեր կարտոֆիլի վրա։ Ահա։ Խառնենք։ Հեսա կտանեմ։ Այստեղ արդեն ժամանակն է ավելացնենք Սոնա ջան նաև բրինձը։ Դու բրինձ սիրում ես։ Այո, Ուրախ եմ որքան շատ։ զարմանալի է։ Այո, ես շատ եմ սիրում յուրաքանչյուր օր իմ տանը բրնձով որևիցե ուտեստ կա, ես շատ եմ սիրում ու մենք շատ հաճախ ենք այսպես օրվա ընթացքում ճաշակում հենց բրինձ։ Ես օգտագործում եմ հիմնականում հեռուստադիտողին ասեմ, առօրյա ուրեմն բոլոր ուտեստների համար, այսինքն այս տեսակի ուտեստների համար, մշտապես հեռուստադիտողին ուզում եմ տեսակը ասել, բասմաթի բրինձն եմ օգտագործում, որը շատ յուրահատուկ է իր տեսքով, իր համով, իր բույրով, այնպես որ կարող եք օգտվել այդ տարբերակից։ Ավելացրեցի բրինձը եւ հիմա պետք է ավելացնենք ընդհանրապես ջուր, որպեսզի այս բոլոր մթերքները եփվեն։ Շնորհակալ եմ Սոնա ջան, կխնդրեմ բաժակնել ինձ փոխանցես, որպեսզի մենք չափաբաժնով, այո, ավելացնենք ջուրը, մեկը երկուսի հարաբերակցությամբ, սիրելիներս, մեկ բաժակ բրինձին, երկու բաժակ եռացրած ջուր։ Դե դեպի արդեն տոները ենք գնում եւ ես կարծում եմ բրինձն էլ հրաշալի տարբերակ է տոնական ուտեստների մեջ կիրառելու համար, այնպես որ այստեղ խոհանոցում նաեւ խոստանում ենք սիրելի հեռուստադիտողներ, որ տոնական ուտեստները շուտով սկսվելու են, այո։ Ես շատ փորձել եմ արդեն առանձնացնել աղցանների տարբերակներ, իհարկե կան աղցաններ, որոնք բոլորը գիտեն ծանոթ է, բայց ուզում եմ ձևավորման տարբերակը տոնական անենք, որպեսզի նույն հենց այդ աղցանը, որը ամեն տարի լցնում ենք ինչ որ գավաթի մեջ, ինչ որ ափսեի մեջ մատուցում ենք, այս տարի մատուցենք մի փոքր հետաքրքիր ձևով, որովհետև եթե նկատել ես, վստահ եմ, որ տեսած կլինես, հատկապես Instagram հարթակում շատ նորաձև է դարձել աղցանների ձևավորումը, շատ, այս տարի շատ նորաձև է եւ բոլորը այսենց պարբերաբար այդ process-ը կատարում են, այդ մատուցումը անում են եւ ինչու ոչ մենք տոնածառ աղցաններ։ Այո, իմիջայլոց։ Եվ ինչու ոչ մենք էլ կփորձենք հետևել նրանց օրինակին, ինչու ոչ կարելի է երբեմն գեղեցիկ եւ լավ բաները ընդօրինակել։ Միայն գեղեցիկ եւ լավ բաները, այլ ոչ թե Ես կսպասեմ բլինչիկի օրվան, նրբաբլիթ հայերեն իհարկե, ես մեր տան նրբաբլիթի շերտերը ինքս եմ պատրաստում, եթե ինձ կվստահես կարող եմ այստեղ եւս պատրաստել։ Վերջ Ընտիր, ես արդեն օգնական ունեմ, Սոնան կպատրաստի իմիջիալոց ես որոշել եմ այս անգամ նրբաբլիթները, այո, ես որոշել նրբաբլիթները կպատրաստենք էլի հետաքրքիր գույնով, այն դրա մասին էլ ենք խոսել, որ բազուկի հյութով, սպանախի հյութով պատրաստված այդ թրենդային դարձած
բլինչիկի նրբաբլիթի թերթիկները շատ գեղեցիկ են եւ շատ տոնական։ Կարող ենք այդպես էլ փորձել, որպեսզի հեռուստադիտողին էլ այս մոտիվացիա, գնացեք խոհանոց, պատրաստեք, եփեք, թխեք, ժամանակն է Եվ արդեն։ մեր տրենդային խոհանոցից հիմա կունենանք կարճատև դաթար, որից հետո կվերադառնանք եւ կշարունակենք առաջին ծրագիրը։ Եվս մեկ անգամ բարի առավոտ շատ սիրելի հեռուստադիտողներ, սիրելիներս այսօր պատրաստում ենք շատ համեղ տաք ուտեստ։ Եթե կան մարդիկ, ովքեր հենց նոր են միացել մեզ, ես եւս մեկ անգամ չչարաշահելով ձեր համբերությունը կկրկնեմ օրվա բաղադրատոմսը։ Այսօր պատրաստում ենք բրնձով բանջարեղեններով փլավ, որի հիմքը հանդիսանալու է ազդրամիսը, այստեղ մենք թռչնամիս ունենք մարինացված տարբերակով, բազմաթիվ համեմունքներ եմ օգտագործել մարինացման համար, դուք կարող եք ընտրել ձեր տարբերակը համեմունքների։ Միգուցե չեք սիրում ավելորդություններ, պարզապես ձեզ աղը եւ սև պղպեղը բավարար է, հենց այդպես արեք։ Եթե կողմնակից եք իմ տարբերակներին, ապա համեմեք բազմաթիվ համեմունքներով։ Այստեղ եփվում է բրինձը, լոլիկը, կարտոֆիլը եւ սոխը, էլի համեմունքներով։ Հիմա մի փոքր երբ հյութը կքամվի, ջուրը կքաշվի, մենք արդեն այն կավելացնենք մեր ուրեմն տապակված մսի վրա։ Հրաշալի է։ Ես եկել եմ խանգարեմ քեզ։ Հասկացա, ես հենց այդպես էլ հասկացա։ Սիրելիս, բան չի մնացել, մի փոքր էլ համբերություն եւ այս ամենը կհասնի իր տրամաբանական ավարտին։ Չուտել են ամեն ինչ որ պատրաստում է Ադրինեն, դա անհնար է, որովհետև արդեն իսկ պատրաստման process-ից մեր ամբողջ տաղավարում բույրը տարածվում է եւ ասեմ կողքի տաղավարներից գալիս են արդեն հաղորդման վերջում մոտի վրա են գալիս դուրը փակեք։ Այնպես որ այո, շատ համեղ է ամեն ինչը պատրաստվում եւ այսօր պատրաստում ես դու բանջարեղենով եւ հավիկով։ Շատ համեղ փլավի տարբերակ, ես շատ եմ սիրում։ Այո, ես էլ եմ շատ սիրում, նշեցի, որ մշտապես տանը ունեմ որևիցե տարբերակ բրնձի, այս մի կտոր կարակն չխնայենք, այսպես դնենք փլավի վրա, որպեսզի համեղ լինի։ Այդ դրա համար եմ ասում, միշտ աշխարհում ամենաընդունված է, որ լավագույն խոհարարները տղամարդիկ են, բայց ամենահամեղը պատրաստում են կանայք։ Իսկ այս մի կտոր կարակներ չխնայենք, դնենք թող ավելի համորի։ Երբեք ոչ մի տղամարդ խոհարար աշխարհարչակ Միշլենյան աստղերով չի ասի, չխնայենք այս մեկն էլ դնենք, որ ամեն ինչ համեղ լինի։ Գիտես, իրենք որ չխնայեն, չեն ունենա այդ Միշլենյան աստղերը, որովհետև ամեն ինչ հաշվարկով, ամեն ինչ ճշգրիտ, ամեն ինչ շատ գեղեցիկ։ Բայց դե համեղ պիտի լինի։ Այո։ Իմ ամենասիրելի ուտեստը, որը նախատոնական է, դա պասուց տոլման է, որը ես ուզում եմ այս պահին ողջունել մի շատ հրաշալի տիկնոջ, տիկին Նիմֆային, ով պատրաստել է ինձ համար պասուց տոլմա եւ ես այսօր ճաշակելու եմ դա, ասեմ որ նա շատ համեղ է պատրաստում, շնորհակալ եմ ձեզ եւ ես բնականաբար այսօր ցենց մեծ հաճույքով անհամբեր սպասում թե երբ այդ պասուց տոլման հասնելու ինձ եւ ես ուտեմ դա։ Ժողովուրդ, այս մարդկանց տոնը արդեն սկսվել է։ Նրանք արդեն նոր տարի ամանոր են նշում։ Ես հիշում եմ, որ մայրիկս միշտ պատրաստում էր նախատոնական, այո, եւ մեծ այսպես կաթսայով, որը այն ժամանակ դրվում էր պադեզդում շքամուտքում, որտեղ ամենասառը տեղն էր դա։ Կամ պատշգամբներում, եթե բաց պատշգամբ ունեին։ Եվ այսպես մենք հարևանները, ով պատահի գալիս էր, բացում էր վրայից, վերցնում էր, ուտում էր։ Այդ տրամադրությունը կար, որտեղ բոլորի համար էր դա պատրաստվում, մենակ մի տան համար չէ։ Այո, շքամուտքի բոլոր հարևաններով, այո, մտերմությունը շատ էր առաջ, այո, այս թոուբո ես նաև գուցե շեղվում ենք թեմայից, հիշում եմ մայրիկս մեր շատ սիրելի հարևանուհու հետ անիմոր ակրոջս հետ թխվածքներ էին պատրաստում մինչև լույս, Իրենք էլ փոքր էինք ու գալիս էինք, շատ էինք ուզում այդ թխվածքները, մեզ կողքի հատվածներն էին կտրում, որովհետև դա ամենաանհարթ մասերն էր, եւ սա կերեք, որովհետև սա նոր տարվա համար է։ Այո, երանի էր։ Այդպես, այո, դա այդ հիշողությունները շատ լավն են։ Այո։ Դե Ադրինե, արի հիշողությունների գրկից վերադառնանք իրականություն, մի այստեղ թեժացնում ես ամեն ինչ, մենք պիտի ունենանք կարճատև դաթար։ Բարի, հերոստատողին միայն ասենք, որ շրջում ենք հաջորդ կողմն էլ տապակվի, եւ հետո շարունակությունը իհարկե կտեսնի հերոստատողը։ Անպայման, հիմա կարճ դաթար ու կվերադառնանք։ Դե ինչ սիրելիներս, եւս մեկ անգամ բարի առավոտ եմ մաղթում եւ իհարկե շարունակում ենք մեր գործը։ Ինչ արեցինք մինչ այս պահը։ Սիրելիներս, արդեն տապակվել է հավի ազդրամիսը, մեզ ընդհանրապես պետք է շրջել
մյուս հատվածն էլ տապակվի, ահա այսպես տեսեք, կշրջենք եւ վրան կավելացնենք մեր եփված բրինձը, կարտոֆիլը, լոլիկը եւ բոլոր համեմունքները։ Այսպես փորձենք տեղափոխել բրինձը հավի մսի վրա։ Այսպես։ Ահա, տարածեցինք, սա թողնենք մի կողմի վրա եւ իհարկե ընդհանրապես այսքան գործողություն սիրելիներս կարծում եմ օրվա համեղ ուտեստը ստանալու համար կարելի է այս բոլորը այսպես համբերությամբ տապակել, միան խառնել եւ իհարկե ստանալ այն համեղ ուտեստը, ինչի մասին այսքան երկար խոսեցինք։ Կափարիչը ծածկենք որևէ սրբիչով, որպեսզի գոլորշի նպաստի շատ ավելի համեղ եւ հյութեղ ստացվի մեր ուտեստը եւ նորից տեղափոխենք գազօջախին։ Այս բոլորը գոլորշու միջոցով շնորհիվ շատ համեղ կեփվի, կտապակվի, հավը շատ գեղեցիկ տեսք կունենա եւ մենք վերջում կվայելենք։ Ես հիմա խոսքս փոխանցեմ գործընկերներիս, որովհետեւ մեր հյուրերը արդեն հյուրասրահում են։ Շնորհակալություն Ադրինե, այո, շարունակում ենք առաջին ծրագիրը եւ տեղափոխվում ենք արվեստի մի շատ հետաքրքիր ճյուղ պար։ Դեկտեմբերի 19-ին Առնո Բաբաջանյան համերգասրահը խտանալու է նոր տոնական համերգով։ Ձմեռվա գեղեցկությունն ընդգծելու համար Կադանս նվագախումբն ու պարախումբը բերում են արվեստի իսկական տոն։ Տանգոյի կրքոտ շունչը, ֆլամենկոյի հրեպտույտները, լավագույն ամանորյա հիթերը կախարդական երեկոյի ընթացքում։ Այո, եւ այս առիթով մեր տաղավարում են Կադանս պարախմբի մենակատար Արշակ Գալուսյանը եւ Կադանս պարախմբի մենակատար Դիանա Տվերդոխլեբը։ Բարի առավոտ։ Բարի լույս։ Ոնց եք։ Բարև ձեզ, շատ լավ։ Ինչ լավ է։ Մենք հրաշալի նախատոնական տրամադրության մեջ եկեք հասկանանք դեկտեմբերի 19-ին Կադանսի կողմից ինչ է սպասվում բոլորիս։ Կադանսի կողմից ասեմ նախ սպասվում են նոր համարներ, նոր երաժշտական համարներ, նոր պարային համարներ, նոր տարվա շնչով, հիթային շնչով։ Եկեք շատ փակագծերը չբացեմ, թող գաղտնիք մնա, որպեսզի հետաքրքրությունը լինի։ Ժանր հետաքրքիր համերգ է սպասվում, շատ տաղանդավոր պարողներ, երաժիշտներ, շատ կոլորիտային եւ շատ հարուստ, շատ sense հետաքրքիր։ Մենք գիտենք նաև, որ նոյեմբերի 30-ին Փարիզում կայացել է Սուրբ Ծննդյան լուսատուներ ֆոլկլոր պարի միջազգային փառատոնը, որին մասնակցել եք նաև դուք եւ Հայաստանը ներկայացրել է Քալաշյան պարավեստի դպրոցի եւ Կադան ստուդիայի սաները։ Այս մասին էլ մեզ մի քիչ պատմեք։ Այո, ինչպես արդեն նշեցիք, ամսի 30-ին միջազգային փառատոնին մասնակցեցին Քալաշյան պարավեստի դպրոցի սաները, թվով ոչ միայն Քալաշյան պարավեստի դպրոցի, այլ նաև Կադանս ստուդիայի սաները, թվով գերակշռող կազմով ենք ներկայացել, բոլոր երկրներից ամենաշատ սաներով ներկայացել էր Քալաշյան դպրոցը։ Ասեմ, որ ինքը փառատոնը որպես այդպիսին մրցանակային չէր, այլ հիմքում ընկած էր տարբեր երկրների ժողովրդական եւ ազգային պարերի միաձուլումը, մեկը մյուսին փոխանցելը, հետաքրքրությունը։ Բացի փառատոնը նաև ունեցել ենք մենահամերգ հայկական Սուրբ Հովհաննես եկեղեցում, ունեցել ենք հյուրընկալություն Ժաֆ մշակութային կենտրոնում, շատ գեղեցիկ օր ունեցանք եւ իհարկե 50 սաներով շրջեցինք ամբողջ Փարիզը, տեսանք հոյակապ օրեր էին։ Շատ լավ, բացի այդ տրամադրությունից, հա, եւ այդ հրաշալի երեկոներից, ինչ է տալիս նմանատիպ հանդիպումները, որովհետեւ այդ ընթացքում նաեւ ծանոթություն կա, այդ ընթացքում նաեւ կամ շփումներ, այո, փորձի փոխանակում։ Այո, շատ Առաջին հերթին ես կասեմ հպարտություն, որովհետեւ դու ներկայացնում ես առաջին հերթին Հայաստանի Հանրապետությունը, ծածանում ես դրոշը։ Կարծիքով այդ ամեն ինչը արդեն իրենով ամբողջական ասում է Հայաստանի Հանրապետություն ներկայացնել։ Վերադառնանք դեկտեմբերի 19-ին։ Ես գիտեմ, որ Կադանսի երեկոները բազմաժանր են ու ավելի շատ բայց շեշտը դրում է տանգոյի վրա, արգենտինյան տանգոյի, որովհետև հենց այդ արգենտինյան տանգոն մշտապես հետևողական է բոլոր այդ համարների մեջ, որոնք արդեն առկա են լինում։ Այս անգամ տանգոն կա, թե այս անգամ ամանորյա տրամադրությունը կա։ ավելի շատ ամանորյա եւ նոր համարներ են լինելու։ Եվ ինձ թվում է մենք շատ կզարմացնենք մեր հանդիսատեսին, որովհետև հա, եթե միշտ սովոր են մեզ ստենալ տանգոյի ոճում,
Այո։ Ասեմ, որ մենք շատ բազմաժանր ենք եւ շատ տաղանդավոր ենք։ Արտիստները որպես Այո։ այդպեսին շատ բազմաժանր են։ Միայն մի ուղղվածություն չունեն։ Բոլորը Շատ հրաշալի։ հետաքրքիր համարներ են, այսինքն սենց որ ասենք սենց ռումբայա կամ վալսա կամ տանգոյա չէ, հենց այդ մեզ շատ դուր է գալի։ Միաձուլված են։ Այո, սենց Տարբեր ոճեր միաձուլված են։ անցումներ են եւ մեր համար է շատ հետաքրքիր դա եւ երաժշտությունն է շատ գեղեցիկ եւ հանդիսատեսին դա շատ դուր կգա, որտեվ շաբլոնական չէ, էլի, սենց նոր շունչ, Այո։ նոր ոճ եւ մեր համար էլ է դա շատ հետաքրքիր Թե այդ պարողների process-ը, եւ թե այո։ կվինտետի համար։ Կադանս այս տարվա ընթացքում քանի հանդիպում ունեցավ հանդիսատեսի հետ։ Այս տարվա ընթացքում, եթե չեմ սխալվում, 4 դեռ առաջիկայում էլ կունենանք 5-րդը եւ եկող տարի ունենք շատ պրոյեկտներ, շատ պրոյեկտներ։ Այսինքն ամսի 19-ը ամփոփիչն է։ Տարին ամփոփում ենք այս ամենը։ Կարելի է այդպես ասել, այո, Այո։ տարվա ամփոփիչը։ Այո։ Այնուհետև արդեն եկող տարում կունենանք շատ պրոյեկտներ։ Փետրվարին կլինի արդեն մեր 1 տարին կնշենք մեծ շուկով ֆիլհարմոնիայում։ Ունենք մարտին համերգ, ունենք հուլիսին։ Արդեն նախատեսված համերգ։ Միանշանակ։ Հայաստանում թե Հայաստանի սահմաններից դուրս։ Դա Հայաստանում ունենք նաև հյուրախաղեր։ Բայց չեմ բացի ճակերտները։ Վաու։ Եվ տարին ինչպիսին էր ձեզ համար, քանի որ բացի նրանից, որ 5-րդ համերգը ձեզ համար ամփոփիչն է տարվա ընթացքում, նաև ընդամենը մի քանի օր եւ 2026 թվականն ենք ողջունելու։ Ասես թե ես ասեմ։ Դու ասա։ Ես կասեմ, որ հրաշալի ստացված տարի էր, շատ ստացված։ Գիտեք ինչ, երբ որ մեկ վայրում հավաքվում են այնպիսի պրոֆեսիոնալ մարդիկ, ովքեր որ ոչ միայն որպես արտիստ եւ որպես պրոֆեսիոնալ անձ են ներկայանում, այլ ամբողջական մի մարմին, ընտանիք, թե ժամանակն է անցնում այլ կերպ, թե հետաքրքրությունն է այլ, եւ թե այդ ամբողջական մեկ մարմնի ընտանիքի հանդիսատեսն է այլ։ Լրիվ լիզքեր դրական հանդիսատեսից եկող, ինչու՞ չէ, նաեւ ընտանիքի ներսում կվինտետ հրաշալի պարախումբ, մեկը մեկից լավ արտիստներ։ Լավ մթնոլորտ, միշտ դրական, պոզիտիվ, պրոֆեսիոնալական, բարձր մակարդակի ամեն ինչ։ Ինչպես է կազմվում ծրագիրը, լավ եկեք մի քիչ ավելի խոհանոց գնանք, հա, որովհետև ես գիտեմ, որ այնտեղ կա դանսում, հատկապես հենց պարային, հա, հատվածում բոլորը այսպես կայացած պարողներ են։ Եվ բնականաբար յուրաքանչյուրն ունի իր կարծիքը։ Ինչպես եք ես ամենը գլուխ բերում եւ համերգային ծրագիրը կազմում։ Խորհրդավոր լռություն տիրեց։ Չէ, ես սպասում եի խոսք ուզում եի փոխանցել Ձիաննային, բայց տեսեք առաջին հերթին, քանի որ այս ամենի պրոյեկտի եւ ընդհանուր Կադանս անսամբլի գլխին կանգնած Ասատուրը Քալաշյան, ղեկավար, գեղարվեստական ղեկավար, ամբողջությամբ առաջին հերթին նայած ինչ պրոյեկտ է։ Ըստ պրոյեկտի արդեն ընտրվում են երաժշտությունները, քննարկվում են երաժշտությունները, քննարկվում են ըստ երաժշտության արդեն բարերը, ինչ ոճի մեջ են լինելու, ինչ հագուստներ են լինելու, որ բեմում է կայանալու։ Եվ այսպես Մեկը մյուսին շատ լրացնում ենք։ այնպես չի, որ գիտեք, Շատ իդեաներ կան։ այո, այնպես չի, որ ինչ որ մեկը բծախնդրի, ինչ որ չէ, սա պետք է չլինի, նա պետք է լինի, նա պետք է։ Ինչքան էլ ամեն մեկը վառ անհատականություններ են, ոչ բոլորը հավաքված են մեկ գաղափարի շուրջ։ Ընտրվեց սա, երաժշտությունը լինելու է սա, բարը լինելու է սա, եւ հերթականությամբ Միավորում է մեզ պարը, այո։ կազմվում է ամբողջական ծրագիրը։ Ավելին ոչ միայն այդ պրոյեկտը, այլ արդեն շարունակաբար եկող մնացյալ այլ պրոյեկտները։ Եվ հետաքրքիր է ժամանակակից աշխարհում, քանի որ տրենդները անընդհատ փոփոխվում են եւ պարային առումով էլ մի քիչ ավելի TikTok-ի ժամանակաշրջանում ենք ապրում, հետաքրքիր է տրենդները պրոֆեսիոնալ պար գալիս են, թե պարարվեստը հենց դասական ուղղությամբ է շարունակվում։ Չեն գալիս։ Շարժումներն չեն գալիս։ Ոչ, ինչու համար։ Եթե ունենք մեր գաղափարներում, մեր մտածելակերպը, միանշանակ ոչ։ Գուցե հետաքրքիր համադրություններ լինեն։ Միգուցե հետագայում, բայց դեռ ոչ։ Դեռ ոչ։ Դե հիշեցնենք, հա, որ դեկտեմբերի 19-ին Առնո Բաբաջանյան համերգասրահում լինելու է Կադանս նվագախումբը ամանորյա ծրագրով եւ բնականաբար հաճելի անակնկալներով։ Սա իհարկե Կադանս երկրպագուների համար բավականին հետաքրքիր տարեվերջյան համերգ է լինելու, այնպես որ բաց չթողնեք եւ եւս մեկ անգամ վայելեք ու ավելի մոտ գտնվեք պարաշխարին եւ ոչ միայն։
Շնորհակալություն այս առավոտը մեզ հետ սկսելու համար։ Մենք ձեզ մեծ հաջողություններ ենք մաղթում։ Ցանկանում ենք, որ ամսի 19-ին ունենաք հրաշալի եւ անմոռանալի երեկո եւ 26 թվականին ինչ պլանավորել եք, ամբողջությամբ իրագործեք։ Եվ ուզում եմ ձեզ նվիրել բացիկներ, հա, որը ներկայացնում են արև բացիկներ նախատեսված սիրելի մարդկանց նվիրելու համար։ Մեկը երեխային, տղա երեխայի, հա, այսինքն բալիկի համար է։ Մյուսը գրած է սիրում եմ եւ այստեղ շպրոտի խոսքերն են։ Ես եմ քո մեղրը, հարի ինձ կեր։ Այնպես որ սա դուք արդեն որոշեք եւ նվիրեք։ Շնորհակալ ենք ձեզ այս առավոտվա համար ու ձեզ մաղթում ենք հաջողություններ։ Մերսի։ Ողջույններս խմբի անդամներին եւ իհարկե շնորհավոր գալիք համարը։ Շնորհակալություն։ Շնորհակալ ենք ու Կլինի կարծատև դադար մեր եթերում, բայց հետո կվերադառնանք եւ կշարունակենք առաջին ծրագիրը։ Բարի լույս եւս մեկ անգամ շատ սիրելի հեռուստադիտողներ, առաջին ծրագիրը շարունակում է իր ընթացքը, դե առավոտյան պետք է համեղսումվել, մարզվել եւ առողջինել։ Առողջությանը, այո, իսկ այդ հարցում մեզ մշտապես օգնում է մեր առողջապահական էջը։ Մաշկի ջրազրկումը կանխելու համար պետք է իրականացնել բիորևիտալիզացիա պրոցեդուրան, որը իրականացվում է բնականաբար հիալուրոնաթթվով հարուստ պրեպարատներով։ Մենք ունենք մի քանի սերնդի պրեպարատներ, բիորևիտալիզանտներ, որոնք պարունակում են հիալուրոնաթթվի տարբեր մոլեկուլյար կշիռներ ունեցող հիալուրոնաթթու, եւ ըստ այդմ այսօր մենք ունենք մեծ մոլեկուլյար կշիռ ունեցող հիալուրոնաթթուներով հագեցված պրեպարատներ, բիորևիտալիզանտներ, որոնք ներարկելուց հետո մեզ տալիս են ավելի երկարատև ազդեցություն, քանի որ նրանք խոշոր մոլեկուլյար կշիռ ունեն, ուշ են ներծծվելու, իսկ որքան կմնան մաշկի տակ, այն տարածությունում, որտեղ մենք իրենց ներարկում ենք, այնքան երկար իրենք ջուրը կհավաքեն եւ բնականաբար կտան դոզատրով կտան մաշկին։ Այսինքն, երբ մենք ներարկում ենք բիորևիտալիզանտները, հիալուրոնաթթուն, որը ինքնին ունի ֆունկցիա սպոնգի նման ջուր կլանելու, ամեն մեկ մոլեկուլ հիալուրոնաթթուն կարող է իր շուրջ քաշել, հավաքել 500 մոլեկուլ ջուր։ Դե պատկերացրեք, եթե մենք դնում ենք բոլուսային հիալուրոնաթթվի մի բավականին մեծ պապուլա մաշկի տակ, այդ պապուլան ավելի կլայնանա, կմեծանա, կլանի ջուր իր մեջ եւ այդ ջուրը օր-օրի դոզատրով կտա մաշկին։ Այսօրվա բիորևիտալիզանտները ասեղային ներարկում չեն պահանջում։ Այն ներարկվում է հատուկ կանյուլաների միջոցով, որովհետեւ եթե իրենք երկար են մնալու եւ այդ պապուլաները մեծանալու են, ապա պատկերացրեք, եթե ասեղային մանր պապուլաներով ներարկում ունենանք, ապա մարդը գրեթե 1 ամիս չի կարողանալու տանից դուրս գա, որովհետեւ այդ պապուլաները կերևան դեմքի վրա։ Ներարկում ենք կանյուլաների միջոցով, ներարկվում է մեր 6 հակատարիքային երիտասարդացնող այն կետերը, որոնք անատոմիական, ֆիզիոլոգիական այն կետերն են, որտեղից հյուսվածքները իջնում են եւ մենք նրանց այդ կետերում դնելով հիալուրոնաթթուն ստանում ենք 2 կարևորագույն ֆունկցիա՝ ծավալ, չէ՞ որ դնում ենք մեծ բոլուսային հիալուրոնաթթվի ծավալ եւ իհարկե ամենակարևորը մաշկի խոնավացում։ Պրեպարատը ներարկելուց 3-րդ օրվանից արդեն հաճախորդը զգում է տարբերությունը, միշտ նշում են բժշկուի ջան, 3-րդ օրը լվացվելուց առավոտյան արդեն զգում էի մաշկիս որակական փոփոխությունները։ Հենց այդ պահին պրոցեդուրայից հետո տեսնում ենք ծավալային փոփոխությունները, որոնք իհարկե շատ ուրախացնող են եւ պրոցեդուրայի կրկնելու համար մեզ անհրաժեշտ է 2 ամիս, եթե շատ ջրազրկված մաշկ է,
եւ ունենք տարիքային արդեն փոփոխություններ մաշկի վրա նաեւ, այս դեպքում կարող ենք խտացնել կուրսը եւ ավելի իրականացնել 3-4 շաբաթը մեկ անգամ 2-ից 3 պրոցեդուրա, բայց եթե կա նորմալ խնամված մաշկ եւ չենք տեսնում այն ծերացման խորը երևույթները մաշկի վրա, ապա այս դեպքում մենք կարողանում ենք իրականացնել 2 ամիսը մեկ անգամ։ Ասեցի, որ բիորևիտալիզանտները լինում են մի քանի սերնդի։ Երբ մենք նոր էինք սկսում էսթետիկ բժշկությամբ զբաղվել, մենք ունեինք վիսկոդեր, մենք ունեինք իալ սիստեմ պրեպարատներ, որոնք ներարկվում էին ասեղով, որտեղ կար 1.2-ից մինչև 1.8% հիալուրոնաթթու։ Եվ ներարկելուց հետո մենք հաճախորդին զգուշացնում ենք, որ 1-2 օր այդ պապուլաները այսպես ավելի այտուցված կլինեն դեմքի վրա, որից հետո երրորդ օրը դուք արդեն հանգիստ կարող եք գնալ ձեր գործերով զբաղվել։ Այն հիալուրոնաթթուն, որը ներարկվում է, կարելի է ներարկել ասեղով, մակերեսային մաշկի շերտերում դրանք ցածր մոլեկուլյար կշիռ ունեցող հիալուրոնաթթուներն են։ Հետո եկան միջին մոլեկուլյար կշիռ ունեցողները, որոնք ելի ներարկվում են ասեղով, բայց մի փոքր ավելի խորը շերտեր, որպեսզի չունենանք այդ պապուլային երևույթը։ Եվ իհարկե այսօր բարեբախտաբար, քանի որ մենք ունենք աշխարհում, որոնք շատ քիչ են, մի քանի անուն կա, որից ամենակարևորը Twice-ը, որով ես աշխատում եմ արդեն տարիներ շարունակ, իրենից ներկայացնում եմ մեծ խոշոր մոլեկուլյար կշիռ ունեցող մինչև 3000 կիլոդալտոն հիալուրոնաթթվի մոլեկուլ, որը ներարկել չի կարելի ասեղով, եւ այն կանյուլաներով ներարկելուց հետո բնականաբար մենք ունենում ենք շատ երկարատև արդյունք։ Բիորևիտալիզանտները կարելի է համակցել այլ պրոցեդուրաների հետ նույնպես։ Իհարկե կան պրոցեդուրաներ, որոնք կարելի է հենց այդ նույն պահին իրականացնել, իսկ կան պրոցեդուրաներ, որոնք իրականացնելու համար մենք ունենք հատուկ հերթականություն։ Եվ առհասարակ, երբ հաճախորդը գալիս է մեր մոտ, մենք մշակում ենք անհատական երիտասարդացման քարտ, որտեղ անհատական գրվում են այն բոլոր մեթոդները, որը անհրաժեշտ է իր այդ հաճախորդի մաշկի երիտասարդացման համար։ Մաշկի խորը խոնավացումը դա շատ կարևոր հակատարիքային պրոցեդուրաներից մեկն է, որովհետև ասեցի, մաշկի ծերացման համար առաջին պատճառը դա ջրազրկումն է։ Մենք միշտ սկսում ենք ջրի բալանսի վերականգնումից եւ նոր դրանից հետո արդեն անցնում ենք մնացած բոլոր գործառույթներին, որոնք տեսնում ենք մաշկի վրա որպես ծերացման երևույթներ։ Բարի վերադարձ առաջին ծրագիր, շարունակում ենք մեր եթերը եւ խոսելու ենք հրաշալի նախաձեռնության մասին։ Այս տարի Հայաստան համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնը ներկայացնում է հայրենիք հավերժություն խորագիրը կրող դրամահավաք արշավի ձևաչափով։ Հավաքագրված դրամական միջոցները կուղղվում են Սյունիքի մարզի Սպանդարյան ջրանցքի վերակառուցմանը։ Ներկայումս Սպանդարյան ջրանցքը վթարային է մինչև 70% ջրային կորստով, ինչի արդյունքում մի քանի բնակավայրեր զրկված են ոռոգման ջրի հնարավորությունից։ Ջրանցքի վերակառուցումից հետո կապահովի 2800 հեկտար հնարավորություն հողատարածքի արդյունավետ ոռոգում եւ 730 ընտանիք կդառնա անմիջական շահառու։ Եվ այս առիթով մեր տաղավարում են Զարուհի Ազնաուրյանը, Հայաստան համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը եւ Գևորգ Գևորգյանը, ծրագրի համակարգող։ Բարի առավոտ։ Բարի լույս։ Բարի լույս։ Լավ ենք։ Շնորհակալություն։ Դե եկեք ավելի մանրամասն խոսենք հենց կոնկրետ այս նախաձեռնությունից եւ ուզում եմ հասկանալ ինչ արդյունք ունենք միջև այսօր եւ ինչ արդյունք ենք սպասում արդեն ավարտին։ Այս տարի հիմնադրամը իր ավանդական մոտեցումը, ինչպես նշեցիք, փոխեց եւ եթե նախորդ տարիներին մենք անում էինք 1 օրյա միջոցառում եւ մեր 19 տեղական մարմինները 18 երկրում անում էին իրենց դրամահավաք միջոցառումները, այս տարի Հայաստանում երկարեց, այսպես դարձավ դրամահավաք արշավ եւ նպատակն է, որ ոչ թե 1 օրով սահմանափակվի, այլ հնարավորություն ունենանք ավելի շատ ինֆորմացիա տրամադրելու, ավելի շատ մարդկանց հետաքրքրելու եւ ներգրավելու այս գործընթացում։ Եվ կարևոր նախաձեռնություն է հենց Սպանդարյանի ջրանցքի վերակառուցումը, քանի որ այնտեղ կա խնդիր 70% ջրի կորուստ եւ իսկ ջուրը կյանք է եւ առանց ջուր հնարավոր չի կենսապայմանները ապահովել երկրում եւ դրա համար այդ նախաձեռնությունը հենց դրան էր միտված, որպեսզի մենք կարողանանք ապահովել ջրի պաշարների ճիշտ օգտագործում, բաշխում եւ այս տարի նոյեմբերի 27-ին ամենամյա մեր
գոհունակության օրը ամեն տարի մեզ մոտ սկսվում էր հեռուստամարաթոն, այս տարի սկսվեց արշավը եւ այն կտևի մինչեւ դեկտեմբերի վերջ, ունենք տարբեր միջոցառումներ, մենք փորձում ենք մեր միջոցառումների միջոցով նաեւ տարածել եւ ներկայացնել ծրագիրը եւ վերջում արդեն կունենանք գումարների եւ ամբողջ արդյունքի ներկայացումը դեկտեմբերի վերջին։ Իսկ ժամկետներ կան, երբ պատրաստ կլինի արդեն ջրամատակարարումը, երբ կլինի մարդկանց, թե դա դրամահավաքի ընթացքից է կախված։ Երևի ես պատասխանեմ, փուլային է լինում ծրագիրը, հիմա առաջնային ընտրվել է 8 կիլոմետրանոց հատվածը, նշենք, որ 30 եւ ավելի կիլոմետր ամբողջ ջրանցքի երկարությունը, ինչու ենք հենց այդ 8 կիլոմետրից սկսում, որտեվ ու այդ 8 կիլոմետրը ինչով է հետաքրքրական, որ գտնվում է ջրանցքի կենտրոնական հատվածում մոտավորապես, որտեղ այդ սկզբնական հատվածում ջուրը փոքրի շատ է նորմալ աշխատում է, էլի ճիշտ է կորուստներ կան, բայց գոնե նպատակակետերին հասնում է։ Իսկ արդեն նշված հատվածից ներքև ջուրը ուղղակի անիմաստ կորում է, այսպես ասած։ Եվ այդ 8 կիլոմետրից ենք սկսել, որ նպատակահարմար գտնենք, որ ավելի արդյունավետ գործի ջրամբարը ուժերին համապատասխան շրջանակներում։ Ծրագիրը արդեն մեկնարկել է, հիմնարկեքի արարողությունն էլ կատարեցինք սեպտեմբերի 19-ին, եթե չեմ սխալվում, բավականին հետաքրքիր հիմնարկեքի արարողություն էր։ Ծրագիրը լայն թափով շարունակվում է գնում է առաջ, արդեն բավականին տպավորիչ արդյունքներ ունենք, այսինքն շինարարական փուլում։ Նախատեսումը 2 տարում այդ 8 կիլոմետրը մենք ամբողջովին կավարտենք ու եթե դրամահավաքը հիմա որ ընթանում է, այսինքն մյուս մնացած կիլոմետրաժների համար, որպեսզի կարողանանք ամբողջական ծրագիրը համալիր կարողանանք հանձնենք այդ 6 գյուղերի եւ դա 5 շուրջ 5000 բնակիչ, եթե չեմ սխալվում, որպեսզի ամբողջական համալիր լուծում ստանանք, ամբողջ այդ որ ասում եմ դրամահավաքի նպատակը դա է հենց, որպեսզի կարողանանք վերջնական լուծում տալ։ 2 տարին այդ նախնական փուլն է, եթե գումարը շատ լինի, ավելի կարճ ժամկետում վստահ եմ կավարտենք եւ արդյունքը կտեսնենք։ Ակտիվությունը դրամահավաքի որքանով է այսօր տեսանելի, շոշափելի։ Բավական մեծ ոգևորություն կա նաև կապված եւ հոլովակներով, որոնք մենք նկարահանեցինք եւ իրենք յուրովի եւ նոր մոտեցում էին լիովին եւ դրանով եւս հետաքրքրեցինք եւ մարդիկ այո ընթացքի մեջ է, հա, եւ բավական մեծ աշխուժություն ու ոգևորություն կա իրականում, ինչը մեզ էլ է ոգևորում եւ ստիպում էլ ավելի ակտիվ եւ մեծ եռանդով աշխատել եւ նորանոր միջոցառումներ եւ հետաքրքիր բաներ առաջարկել։ Դե առաջարկում եմ մենք էլ հոլովակներից մեկ այս պահին դիտենք հեռուստադիտողների հետ, հետո վերադառնանք եւ շարունակենք մեր զրույցը։ Աչքերդ փակես գիշերը։ Բացես ցերեկ։ Եթե բաց են աչքերդ, շատ բարեկամներ ունես։ Եթե աղբյուրներդ չեն ցամաքում, կապրես երկար։ Դե նման հոլովակներից հետո դժվար է, հա, հեռու մնալ այդ նախաձեռնությունից։ Եկեք հասկանանք, ակտիվությունը առավել նկատվում է Հայաստանում, թե Հայաստանի սահմաններից դուրս դրամահավաքի հետ կապված։ Իրականում կոնկրետ այս արշավը ավելի շատ Հայաստանի ներսում նախատեսված արշավ է եւ բնականաբար հենց Հայաստանի ներսում ակտիվությունը բավական մեծ է, բայց ինչպես ես նշեցի, մեր տեղական մարմինները իրենց առանձին միջոցառումները նաեւ իրականացնում են տարբեր ժամանակահատվածում, դա այսպես ավանդաբար գալիս է եւ վերջում գալու է հանգի նրան, որ այս արշավի վերջում նաեւ ունենանք ամբողջական պատկերը եւ
ակտիվությունը բնականաբար մեր Սփյուռքի համայնքներում էլ շատ մեծ է եւ տեսանելի է եւ կարծում եմ, որ բոլորիս համար սա շատ կարեւոր նախաձեռնություն է եւ կարեւոր է, որ մենք այսօր ջրային պաշարների հարցով զբաղվենք, ոչ թե թողնենք դա վաղվան, որովհետեւ ամեն դեպքում ամեն կաթիլը մի բան փոխում է եւ թեպետ միգուցե մեր գործը թվա փոքր, բայց ամեն կաթիլը ծով է ստեղծում, այսպես ասած, այնպես որ կարծում եմ, որ բոլորին կարևոր կլինի մասնակիցը դառնալ այս նախաձեռնությանը եւ ինչ որ մի լումա ունենալ նաեւ այս դրամավակ արշավի շրջանակներում։ Եվ Ռուստամ մարաթոնի կարգախոսն էլ շատ հետաքրքիր է, հայրենիք հավերժություն, իսկապես շատ խոսուն եւ խորը բան եք մտածել, ո՞նց եկաք այս մտքին։ Ինքը հենց կապված է ջրի խորհրդանիշի հետ, այսինքն ջուրը իրանից կյանք է ներկայացնում, ինչպես նստեց գործընկերս եւ դա շատ հենց օրգանիկ կերպով արդեն կապվում է մեր կարգախոսի հետ, որը ինձ թվում է շատ գեղեցիկ համադրություն է ստացել եւ հոլովակների միջոցով ու այս նոր մեխանիզմները, որ հիմա մենք կիրառում ենք, ավելի շատ նպատակային է, որ երիտասարդներ ավելի շատ ընդգրկվեն այս մեր արշավի շրջանակներում ու փոքրի շատ է արդեն կամ փոքր քայլերով, բայց հաստատուն արդեն հասնում ենք այդ կետին, այսինքն ամբողջ դեկտեմբերը մեր հենց դրան է միտված, որպեսզի կարողանանք հնարավորինս լայն շերտեր ներգրավենք այս կարևոր նախաձեռնությանը եւ բոլորը մաս կազմեն ու բացարձակ էական չէ, այսինքն կան եւ խոշոր նվիրատուներ, կամ փոքր, մեր համար կարևորը որ համահայկական լինի այս ամեն ինչը եւ Հայաստան հավերժություն այդ գաղափարի շուրջ կարողանանք համախմբել ամբողջ հայ ժողովրդին, ոչ միայն Հայաստանում, այլ սահմաններից դուրս նաեւ։ Այո, բացթողումներն ու խնդիրներն այսօր շատ են եւ այդ դրանք գալիս են դեռ վաղուց եւ եթե չկանգնենք արդեն դրանց կառուցման կամ նորոգման շեմին, ապա կունենանք լուրջ խնդիրներ, առավելից որ աշխարհն արդեն ունի ջրի պաշարների հետ կապված լուրջ խնդիրներ եւ ցավոք սրտի մենք էլ ենք արդեն կամաց հանդիպում արդեն այդ ամեն ինչին։ Սա մի մասն է, մի ծրագիրն է։ Համահայկական հիմնադրամը զբաղվում է բազմաթիվ ծրագրերի իրականացմամբ։ Ինչ ծրագրեր կան, ինչ նախաձեռնություններ կան, որոնց մասին արդեն որոշակի նախագծում կա եւ որոնք պիտի կամաց նաեւ տալ մեկնարկ։ Այո, հիմնադրամը տարբեր տեսակի ծրագրեր է իրականացնում, բազմավոլորտ ուղղություններ ունենք մենք եւ այս տարվա նաեւ նպատակային էր, որ մեկ մեծ ենթակառուցվածքային ծրագիր մենք որդեգրենք եւ իրականացնենք, բայց չմոռանանք նաեւ կողքի ավելի միգուցե փոքր, բայց նույնպես շատ կարեւոր ծրագրերին։ Ես ուզում եմ այստեղ հատուկ շեշտել, որ հիմնադրամը երբևէ չի փորձել կառավարությանը փոխարինել, կամ ինչ որ ձևով նրա գործառույթները իրականացնել, ընդհակառակը մենք միշտ եղել ենք այդ աջակցող ձեռքը եւ հասել ենք այնտեղ, որտեղ որ չի հասնում պետության հնարավորություններն ու միջոցները եւ այլ ծրագրերի շարքում մեր մյուս տեղական մարմինների կողմից նաեւ հավաքագրված գումարներով ելի կունենանք Գյումրիում շենքեր կառուցվելիք, բայց քանի որ հիմա մենք ոնց որ այս արշավի շրջանակներում հենց ջրանցքի մասին ենք խոսում եւ ջրանցքի վերակառուցման մասին է մեր հիմնական ուղղությունը, փորձենք մնալ այս բանի շրջանակներում, բայց կենտրոնացումը այս ծրագրի վրա է, բայց կլինեն նաեւ այլ փոքր ծրագրեր եւս, որոնք հնդածս կիրականացվեն։ Ես ուղղակի կարճ հավելեմ, որ ծրագրեր ասենց տենց մենք բացի այդ նպատակային գլխավոր ծրագրից իրականացնում ենք զուգահեռ նաև շատ այլ ծրագրեր, դա կրթական, առողջապահական, չգիտեմ, բոլոր ենթակառուցվածքների ոլորտում, նաև մշակույթի ոլորտում լինելու են, այսինքն նենց չի, որ սա այս տարվա միակ ամբողջ գումարը միայն ուղղվելու է այստեղ, որտեղ կան տեղական մարմիններ, այսինքն կան անհատ բարերարներ, ովքեր ուզում են ինչ-որ հատուկ ծրագիր իրականացնել եւ մենք բացենք ծիրով, նաեւ համագործակցում ենք տարբեր նման առաջարկների, նախաձեռնությունների հետ, շատ ճկուն ենք այդ առումով, ոսում եմ ասեմ, սահմանափակ չի, աննես չի, որ միայն ջրամբար է եւ վերջ։ Ուղղակի սա ամեն տարվա նման, այսինքն հիմնական ուղղվածություն է եւ այո, հիմնական ուժերը կենտրոնանալու են ջրամբարի վրա։
Վերջերս արտերկրում մեկ շիշ ջուրը, փոքրիկ ջուրը գնեցի 3000 դրամով մեր գումարով եւ հասկացա, որ աշխարհն արդեն լուրջ խնդրի առաջ է կանգնել։ Մտովի հասկացա, որ մեր մոտ դեռ պահպանվում է մինիմալ գինը, բայց մենք էլ ենք սրա շեմին եւ պետք է ավելի հետեւողական լինենք ու ավելի քայլ առ քայլ յուրաքանչյուրս մեր գործերով, մեր գործունեությամբ կարողանանք որոշակիորեն մեր լումաններ դնել։ Այնպես որ անմասն մի մնացեք այս մեծ նախաձեռնությանը եւ համահայկական հիմնադրամը պարբերաբար իրականացնելով եւ հետևողական լինելով այնուհետև իր բոլոր ծրագրերին նախաձեռնել է այս կարևոր ծրագիրը՝ ջուրը, կենսական ուժը յուրաքանչյուրիս համար։ Կոչ ենք անում բոլորին, մեզ դիտում են Հայաստանում եւ արտերկրում, այնպես որ հուսամ, որ այս ամենին էլ ավելի աջակցելով դուք էլ կարողանաք շատ հեշտությամբ եւ թեթև կատարել ձեր գործը եւ ավարտին հասցնել արդեն ծրագիրը։ Շնորհակալություն ձեզ։ Շնորհակալ ենք շատ ու մաղթում ենք ձեզ հաջողություններ։ Դե Լինի կարճատև դադար մեր եթերում, որից հետո կվերադառնանք եւ կամ փոփայենք այսօրվա առավոտը։ Դե ինչ իմ շատ սիրելի հեռուստադիտողներ, ահա պատրաստ է մեր օրվա բաղադրատոմսը տաք ուտեստը։ Ես արդեն հասցրել եմ շրջել ափսեի մեջ, ամբողջությամբ տեսեք տորտի տեսք է ստացել։ Հիմա կտրենք նաև խրթխրթան կեղև ունենք այստեղ։ Տեսեք, այսպես շատ համեղ եւ շատ վիտամիններով հարուստ։ Ահա մեր հավի կտորները, ահա ազդրամիսը, որը կարող ենք շատ համեղ վայելել։ Սիրելիներս, մի վարանեք, այսօր դուք էլ փորձեք այս ուտեստը պատրաստել եւ վայելել։ Լավ եղեք, առողջ եղեք եւ մշտապես մեզ հետ, առաջին ծրագրի հետ եւ իմացեք, որ ես ձեզ շատ եմ սիրում։ Կհանդիպենք։ Շնորհակալ ենք Ադրինեին, այո, մեր թաղավարում բույրերը անմահական են եւ մենք չենք համբերում, թե երբ ենք այս ամենը ճաշակելու։ Միացեք մեր խլաղճանքին, ինչպես ասում են, եւ մի մոռացեք ձեզ հետ վերցնել բրիզը, ռոզե փրփրուն գինին, որը ներկայացնում է Ջևանի գինու գործարանը։ Ռոզե փրփրուն գինին բրիզը այս երեկո կարող է լինել ձեր հաճելի համադրությունը։ Այո, եւ եթե ունեք հատուկ առիթներ, ապա ձեր լավագույն առիթները վստահեք Beauty Fabric-ի պրոֆեսիոնալներին, որովհետեւ իրենք իդեալական դիմահարդարման եւ վարսահարդարման միջոցով կփոխանցեն դրական էմոցիաներ։ Եվ մի մոռացեք, որ դուք աշխարհի ամենասիրունն եք եւ ամենահաջողակը, այդ մասին փաստում է ձեր տեսքը։ Այն ել ավելի գեղեցիկ դարձնելու համար տղամարդիկ այցելեք Master Right Barber Shop, որտեղ իհարկե Վահեն, Արտակը եւ բարբերների պրոֆեսիոնալ թիմը կարող են ձեզ դարձնել արագեղեցիկը։ Master Right-ը գտնվում է Նալբանդյան 37 հասցեում։ Իսկ ոճային եւ տարբերվող կլինեք Դաֆնի խանութսրահի հետ միասին, այս շատ էսթետ խանութսրահն ունի 2 հասցե՝ Թումանյան 5 եւ Պուշկին 33։ Այցելեք եւ ձեր հարմարավետ տաքուկ ոճային լուքերը գտեք Դաֆնիում։ Եվ չմոռանաք էմոցիաների ու տրամադրության համար իդեպ ասեմ, որ այդ ամենը ձեզ նվիրում է արևոք բացիկները, ամանորյա բացիկներ եւ ոչ միայն ամանորյա բոլոր առիթների համար ու բոլորի համար, այնպես որ սիրելիներին, ընկերներին ու երեխաներին այս բացիկները կտան այն էմոցիաները, որոնք ի սրտե գալիս են ձեր կողմից։ Արև բացիկները հարցեք քաղաքի լավագույն սուպերմարկետներում եւ բնականաբար քաղցր ու ծաղկաշատ վայրերում։ Շնորհակալություն այս առավոտը կրկին մեզ հետ սկսելու համար, հուսով եմ կարողացանք փոխանցել սեր եւ ջերմություն եւ ձեր առավոտը ավելի լուսավոր դարձնենք։ Մաղթում եմ, որ օրվա շարունակությունը նույնքան լավը լինի, որքան այս առավոտն էր։ Մեզ հետ միասին եւ իհարկե մենք վաղը նույն ժամին նույն տեղում կողջունենք ձեզ եւ կրկին օրը կսկսենք միասին։ Եվ վերջում շնորհակալություն մեր ամբողջ թիմին այսօրվա մեր անխափան եթերը ապահովելու համար եւ իհարկե չենք մոռանում, որ այս ամենը պատրաստված էր Սիրով